Երրորդ անգամ Սյունիքում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այս տարվա մարզային շրջագայության երկրորդ կանգառը Կապանն էր։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով յուրաքանչյուր հնարավորության դեպքում իրենց պարտքն են համարում գալ Սյունյաց աշխարհ։ Մենք գալիս ենք արդեն երրորդ անգամ Կապան, նվագում ենք այս դահլիճում, մի քիչ ավելի փոքր կազմով, մի քիչ ավելի ոչ շատ բարդ լսելի ծրագիր, բայց գնալով մենք եվրոպական երաժշտությունն էլ շատացնում ենք եւ ես տեսնում եմ, որ ամեն անգամ ավելի ու ավելի պատրաստված հանդիսատես կա եւ Կապանում իհարկե ես չեմ զարմանում, որովհետեւ դուք նաեւ այստեղ ունեք շատ լավ միջազգային փառատոն եւ հասկանալի է, որ հանդիսատեսը ել ավելի կկրթվի, ել ավելի լավը կդառնա։ Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, չնայած ծանրաբեռնվածությանը, Կապան առհասարակ Սյունիք գալու համար միշտ էլ ժամանակ է գտնում։ Իմ հոգին այստեղ է ապրում, ասում է։ Այն մեծ ցանկությունն է, որը որ ես ունեմ գամ կիսվեմ, դրան իմ երաժշտությամբ իմ ժողովրդի է եւ նաեւ այստեղ, եւ դրա համար ես գալիս եմ եւ կիսվում եմ։ Եվ կարողանանք այս տարածաշրջանում այնքան զարգացնենք տարածաշրջանը, որ մարդիկ գան ստեղ դասավանդելու եւ զարգացնեն նաեւ այստեղի որակը եւ այդպիսով ինքը կարող է իրականում ապրի։ Իհարկե երաժիշտները, որ գալիս է ստեղ եւ ես գիտեմ ստեղ նաեւ փառատոն էլ կա եւ Կապանում հենց որ գալիս է ստեղ ինչ-որ մի բան անում է, դա ամեն դեպքում շատ լավ է։ Մարզի 3 քաղաքներում՝ Մեղրիում, Կապանում եւ Գորիսում համերգներն այս անգամ իրականություն են դարձել Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցության շնորհիվ։ Հանքարդյունաբերական ընկերությունները կարևորում են նման նախաձեռնությունները, դրանք նպաստում են մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մենք խոշոր գործատու ենք այստեղ եւ գրեթե 70-80%-ը ստեղ ապրող քաղաքացիները մեր աշխատակիցներն են։ Ուստի այս բոլոր մշակութային ծրագրերը, որոնք որ աջակցություն են ստանում մեր կողմից, դա կազմակերպվում է մեր աշխատակիցների համար, իրենց ընտանիքների համար, իրենց ընկերների եւ բարեկամների համար։ Մշակույթը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակներում եւ սա այն բազմաթիվ մշակութային նախագծերից մեկն է, որը իրականացվում է այս պահին այստեղ Սյունիքի մարզում 3 քաղաքներում։ Հանդիսատեսն ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասում նվագախմբի համերգին, աշխատանքային օրվա նման ավարտը միայն դրական լիցքեր է փոխանցում, ասում են։ Կարծես թե մեկ անգամ եմ եղել իրենց համերգին, հիանալի էր։ Շատ տպավորված եմ, մեր Հանճարեղ Խաչատրյանը անգերազանցելի է, շատ հաճելի է, շատ հանգստացած գնում ենք։ Նվագախումբը, որի ձայնագրություններով եւ կատարումներով եւ ծնվել մեծացել եմ Լորիս Ճգնավորյանի ժամանակվանից մինչեւ օրս հիմա գտնվում է փառատոնից, Կապանյան փառատոնից 10 մետր այս կողմի վրա, սա մեծ հպարտություն, պատիվ։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը Սյունիքյան շրջագայությունն ավարտեց Գորիսում։ Այսպիսով մարզաբնակ հանդիսատեսն ունեցավ եւս մեկ հնարավորություն կտրվելու առօրյայի հոգսերից, վայելելով դասական ու բարձրարվեստ երաժշտություն։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։